Երակի Հակոբյան, ուզում եմ հարցրել հոսանքազրկումների հետ կապված, երեք ֆեների հաշվարկը երբ սկսեց, մի քանի ինֆրատեղամասերում տարբեր ուղղություններ կան, տեսանյութեր կան, հոսանքազրկումներ եղան, օրինակ 3 ԿՊ խմբակցության պատգամավորները, որոնք շտաբի դիմաց էին հավաքվել, ասում էին, թե տեղյակ չեն, ինչի հետ է կապված, դուք սրա այս դեպքերը ուսումնասիրել եք եւ այստեղ կան ինչ-որ միտում, թե ոչ։ Մեր դիտորդների կողմից հոսանքազրկումների հետ կապված որևէ ընտրախախտումներ չեն գնահատվել, այսինքն եթե անգամ որոշ տեղամասերում եղել են հոսանքազրկումներ, այդ ընտրատեղամասերում, որտեղ եղել են մեր դիտորդները, որևէ ընտրախախտումներ տեղի չեն ունեցել։ Կապված նաև լրագրողների հետ ԿՊ խմբակցության պատգամավորի ունեցած միջադեպի 3 բազմաթիվ տեսանյութեր տարածվեցին, դա ձեր ուսումնասիրության տիրույթում է, թե ոչ, նաև մի միջադեպ եղել էր ԿՊ կուսակցության աջակիցների եւ լրագրողների միջև ընտրատեղամասի դիմաց։ Երկրորդի մասին մենք արդեն խոսեցինք, արձանագրեցինք, որ այդ միջադեպը եղել է ընդհարումը եւ ոստիկանության կողմից բավարար ուշադրության չի արժանացել, այդ մեր գնահատականում կա, իսկ առաջինը մեր տիրույթում չի, անկեղծ ասած, քաղաքական շտաբի մոտ այդպես ինչ որ տեսել ենք, բայց դիտորդական հենց տեսանկյունից ու ընտրությունների վրա ազդեցության տեսանկյունից չեն գնահատում որևէ կերպ։ Խնդրեմ։